ես զգում քեզ։ Մեքենա քշելուց չես լավվում։ Չէ, մամ, եթե մտածում ես, որ վերջի դեպքերից հետո պետք է վախենամ, սխալվում ես։ Նենց բաների միջով չանցա էլի, որ հիմա ղեկին նստելուց վախենամ։ Տղես, իհարկե, շատ շնորհակալ եմ քեզ, որ ինձ հավատացիր։ Բայց չեմ ուզում իմ պատճառով պատմության մեջ ընկնես։ Ուզում ես ես քո հետ չգամ տուն։ Դու գնա երեխուն վերցրու արի։ Մամ ջան, հասկացի, դու քո ես պահվածքով ստիպում ես, որ իրանք մտածեն, որ ճիշտ են։ Դու գիտես, որ այդ տենց չի։ Ես գիտեմ, բայց դու նենց արա, որ իրանք էլ տենց իմանան։ Ուղղակի չեմ ուզում իմ պատճառով խնդիրներ ունենաս։ Չես ուզում երեխուդ կողքին լինես։ Դավթից կարևոր իմ համար այս աշխարհում ոչ մեկ չկա։ Դե ուրեմն Ինչ եմ ասում, կա իհարկե կա ուղղակի այս պահին։ Ուրեմն պայքարի, մամ։ Ինչ եք կանգնել, են կողմ անցեք։ Հենդո շախումսը հրամանատև է, որ տիկին Աննային ներս չթողնենք։ Ասում էի, չէ։ Գլխիցդ ձեռս քաշել, թե ուզում ես գործից դուրս թռնես։ Հրամանա, բան չեմ կարող անեմ։ Բա քո կարծիքով ես ով եմ։ Տղես պետք չի։ Ես տուն չեմ մտնի, դու գնա երեխուն վերցրու արի։ Ճիշտ որոշում է։ Լսի, դու շատ փոքր ես, որ ճիշտ ու սխալ անես։ Արի, մամ։ Լարիվ ռոբոտ են սրանք, ուղեղները ընդհանրապես չի աշխատում։ Որ պապիկը տուն գա։ Չի հասցնի, մամ, ես ամեն ինչ տեղը կգցեմ, դու հանգիստ տեղի, ավել լավա գնա երեխուն տեղի, դու շախունց ես մի մոռացի։ Չորովը հա դրել են դոն։ Անտոն։ Ինչ Անտոն։ Ոչ մի ձև էլ չի կանգնում։ Ինչ ա մտածում, մենք կորած մարդիկ ենք։ Ախր չես թողում արտահայտվեմ, հետո դու քոնը կասես, ես նույնիսկ չեմ համարձակվել Հենդոյին ասեմ, որ դու ուզում ես հանդիպես իր հետ։ Այսինքն դու էլ ես երկակի խախաղում։ Արդեն վիրավորում ես։ Բա ինչ ա նշանակում չեմ ասել։ Ես իմ ընկերոջը լավ գիտեմ։ Հիմա ինքը շատ վատ է տրամադրված սոսի նկատմամբ։ Ու ամեն մի նմանատիպ միջնորդություն կարող ավելի վատ անդրադառնա նրանց հարաբերություններին։ Ես խաղ չեմ խաղում, ոչ էլ խնդրում եմ։ Ես առաջարկում եմ Շախունցին հանդարտվել ու միլիցիայի դռներից պոկ գալ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում ես կհայտնեմ Հենդոյին, բայց մի բան լավ գիտեմ, որ ինքը մինչև վերջ գնացող տղա է։ Հենդոն ճշտով չի շարժվում։ Ու մոռանում է, որ այս ամբողջ կեղտոտ պատմությունը իր տղեն է սարքել։ Բայց չէ որ շատ ջրեր են հոսել։ Ինչ կապ ունի։ Ինչ ես մենակ անցյալից խոսում։ Դու երևի տեղյակ չես, թե մեր օրերում Միքայել Շախունցը ինչ կեղտոտ քայլերի է գնացել։ Հիմա փաստացի Միքայելի կյանքը վտանգված է։ Ու Հենդոն կանգ առնող չի։ Սոսի կյանքն էլ է վտանգված։ Ու ես էլ հետ կանգնողը չեմ։ Այդա պարտադիր փոխանցի Հենդո Շախունցին։ Լավ է հիշեցիր, որ պապա ունես։ Էդ ես երբ էի մոռացել իմ հոր մասին։ Ընկերեր մորդ հետևից, մոռացել էիր պապայիդ գոյության մասին։ Դու շատ անարդար ես վարվում մամայի հետ։ Մամա դիրա պատիժը ստանալու է։ Շախունցներին խայտարակելու համար ու իմ փորձուց այսօրը գցելու համար։ Աղջիկս եկավ։
ջան։ Ջան։ Ես էլ քեզ էի սպասում։ Իսկ ես անհամբեր սպասում էի, որ այս հենց աչքերդ բաց ինձ ասես, որ լավ ես։ Ինձ էլ թվաց բոլորի նման նույն հարցը պետք է տաս։ Պապա։ Հիմա ինձ դրսում բոլորը ատում են, չէ՞։ Ախր ինչի այդպես վարվեցիր։ Ոչ որդուդ խղճացիր, ոչ էլ Անգելինային։ Որն էր պատճառը, պապ։ Պատճառը։ Հա, պապ, պատճառը։ Ախր դու գիտեիր, որ Անգելինան է քո որդու երջանկությունը։ Չես ուզում որևէ բացատրություն տալ։ Չէ։ Արա ես ձեզ չէի ասել, որ դրան ներս չթողեք։ Հենց երևա դու շպրտեք։ Ինչի հետաքրքրում ով է բերել, Հենրին ով է։ Հրամանս չի քննարկում, հասկացաք։ Տենց անմեղ ու ապշահար հայացքով ինձ մի նայի։ Քո պատճառով վթարի ենթարկվեցինք։ Քո պատճառով եմ ես հիմա այս վիճակում։ Հասար ուզածիդ։ Տեսար ինձ կոտրված, դժբախտ։ Թող սիրտդ հովանա։ Հասկանում եմ, որ շատ վատ վիճակում ես, բայց ինձ նման բանում մեղադրելը անտեղի է։ Խնդրում եմ սրբի դիմակը հանի։ Տենց կարաս Հենրին մոլորեցնես, բայց ոչ ինձ։ Ես արդեն հասկացել եմ ով ես, ու ինչ ես թաքուն շշնջում ամուսնուս ականջին։ Ցավոք սրտի շատ սխալ ես հասկացել։ Միակ բանը, որ ես անդադար շշնջում եմ քո ամուսնու ականջին, այն է, որ դուք շատ երջանիկ լինեք։ Անկամ հիմա, երբ ես գիտեմ, որ մենք քույր ու եղբայր չենք, ես մեկա հետ եմ քաշվել, որ հանկարծ չխանգարեմ ձեզ։ Ես իրոք ուզում եմ, որ դուք երջանիկ լինեք մեծի։ Ու ես ամեն ինչ անում եմ դրա համար։ Ինչ է նշանակում, որ դուք քույր ու եղբայր չեք։ Այդ ոնց պարզվեց։ Թեստով բեցի։ Բայց դու ինձ վտանգ մի սպասի։ Ես երբեք չեմ կանգնի քո Հենրի ճանապարհին։ Արամ, ես քեզ ճանաչում եմ որպես հավասարակշռված մարդ։ Ինչի ես քեզ սենց կորցրել։ Չգիտեմ, Մերի։ Պապայիդ համար ես հայտնվել ես վիճակում։ Խի մենակ պապայի։ Մամայի էլ։ Մամայիդ ինչ ա եղել։ Մամային հենց էտա ոչ մի բան չի եղել։ Այ ինքն հենց անում, որ ուրիշներին ինչ-որ բան լինի։ Սաղ իս կյանքը փչացնում է։ Կներես, բայց անկեղծ ասած մամայիդ չեմ սիրում։ Կզարմանայի, որ սիրեիր։ Բայց թող ավարտեմ։ Անկախ ամեն ինչից ինքը քո մաման է։ Ու դու պետքա տենց վատ չվարվես իր հետ։ Ինչ անեմ։ Պապան հիմա իր պատճառով բանտում է։ Իսկ մաման էլ իրան տունը տանտիրուի է ասում։ Չեմ էլ հասկանում ինչ է մտածում։ Իսկ ես էլ Դու էլ չգիտես ում օգնես։ ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին եկար ու իմ կողքը եղար։ Ափսոս չեմ կարողանում ոչինչով օգնել։ Հավատա քո ներկայությունը իմ համար ամենամեծ օգնությունն է այս բանը։ Աստված տա պապաց շուտ ազատվի։ Բարդա։ Նախ շախունցները պետքա բողոքը հետ վերցնեն։ Արա, լսի քեզ ինչ եմ ասում։
Դու ով դառար, որ իմ խոսքի վրայով անցնում ես ու մորդ բերում ես իմ տուն։ Իմ մերը իր տանն է, իր երեխու հետ։ Լսի, եթե դու պատիվ ունենայիր, մի տենց բան չէիր ասի, մորդ վրա առավետ խաչ կկարժեր այդ տղա։ Ես իմ մոր հետ խոսացել եմ, պապի, ու ամեն ինչ պարզել եմ, ինքը նենց բան չի արել, որ իր ընտանիքից հեռու ապրի։ Լսի, քեզ ինչ եմ ասում, մորդ վերցնում ես ու տեղից դուրս եք գալի, թե որ եկա դուրս եմ շապրտելու։ Դե ուրեմն ինձ լսի, եթե մերս դուրս եկավ առանց նատնից, ուրեմն ես էլ հետն եմ գնալու։ Այդ տղա ուզում ես գնա, քեզ ոչ մեկ չի կանգնացնում, բայց իմ որդու թշնամիները իմ տանը տեղ չունեն, անբարոտ թշնամիները իմ տանը տեղ չունեն։ Իմ մերը անբարոտ չի։ Հենրին եկավ ու Աննային տարավ, այնպես որ սպասելիքներ չունենաս։ Մեղա, ես ինչ սպասելիքներ պիտի ունենամ։ Ես Բագրատ Լալայանս, ոչ Աննայի, ոչ էլ Լիլիթի, հացի ու ջրի կարոտ չեմ։ Իրոք, Բագրատ Լալայան, խնդրում եմ չմոռանաս, որ Աննայի ու Լիլիթի հաշվին մի լավ քեզ ապահովել ես։ Լսի, որպես կանոն, այդ հարուստները ինչի են այդքան էշ։ Օրինակ շախունցները, ինչ են Աննային տուն թողնում, մի հատ էլ իրենց հարսը համարում։ Վայ, Բագրատ, դա սերակությունս չլիներ, նենց կապտակեի։ Էդ չես արել, էդ էլ արա էլի, վերջանը գնա։ Դու Աննային սևացնելու փոխարեն լավ կանես գործընկերուհուդ կարգի հրավիրես։ Էդ ով է։ Աղջիկդ Լիլիթը, ում այդ գործարքների մեջ ես։ Իդեպ ասեմ, որ ձեռքից գնում է։ Էլ չգնա, որ չգժվի լավ է։ Հարազատ քույրը ամուսնուն ձեռքից տանում էր։ Բագրատ։ Էն էլ տանելու ճանապարհին ամուսինը հայտնվեց բանտում։ Աստված ասեց, ոչ քեզ։ Բա Իմ խելքն ասա, որ քեզ ընդհանրապես բան եմ պատմում, քեզ հետ խոսում եմ։ Որովհետև գիտես, որ միակ հարազատը ես եմ։ Հետո ինչ, որ Աննան այսօր դեմքից շպտացել է։ Մի երկու բառ փոխանակել է հետդ։ Բագրատ։ Մի անգամ իսնես հալումաշ մի եղիր։ Վաղը կարող է գա, սկի երեսիդ էլ չնայի, որովհետև դավաճանել ես։ Անետ, լսի, ասում եմ, մի չգնամ ճոխ տուն առնեմ ու վայելեմ, գնամ վայելեմ, հա, բայց հետո ասում եմ, Բագրատ ջան, ոտդ կաղկցի մի քիչ, խառը ժամանակներ են, վեր մի հատ տեսնենք ով է մեռնում, ով է մնում, հետո համ փողերը, ջրի երես։ Լավատանց մի նայի, որ ասում եմ ես ապրեմ, ուրեմն դու ինձ հետ ես, ես առանց քեզ կյանք չունեմ։ Վերկաց, հացը սառավ, գնացինք, արի։ Ուշկու միտքդ ուտելն է։ Աստված իմ ոնց էի կարոտել ես քեզ։ Շունչս կտրվում էր արդեն։ Ապրի Հենրիս։ Մնում է պապիկիդ ու պապա հետ հավատացնեմ, որ ես Սոսի հետ կապի մեջ չեմ եղել։ Բարև, քույրիկս։ Ես դու ինչ ես անում ստեղ։ Այս վախեցած եք, հա, անվտանգության աշխատողներ եք պահում դրան դիմաց։ Հենց հիմա դուրս գնաս տեղից։ Այ, այնքան բան ունենք իրականում խոսելու, ոնց գնամ։ Իրականում զարմացած եմ, որ դու դեռ ես տանն ես, գրկում ես երեխուն։
Լիլիթ, ես քեզ խնդրում եմ։ Հանգիստ թող հա ինձ։ Չէ, ես քո վրա չեմ զարմանում, ես շախունցների վրա եմ զարմացած, որ քոպես ամբարո հարսին դեռ պահում են այս տանը։ Ոնց դուրս չեն շպրտում։ Իսկ կլինի դու վերջապես մոռանաս ինձ էլ շախունցներին էլ ու գնաս քո կյանքով ապրես։ Մոռանամ քեզ ու շախունցներին, ինչ ռոմանտիկ ես քո իրիկս։ Դու պատասխան ես տալու կատարվածի համար։ Դու ես մեղավոր, որ այսօր իմ ամուսինը բանտում այս քոնա հիվանդանոցում։ Ես եմ մեղավոր, որ քո ամուսինը իմ ամուսնու դեմ մահափորձ է արել։ Դերից դուրս արի։ Լիլիթ, ես քեզ ասում եմ առաջին ու վերջին անգամ։ Միքայելը իմ ամուսինն է, ու ես սիրում եմ իրան ու իմ ընտանիքը։ Ձայնդ կտրի այ ամբարո, դու անհամբեր սպասում ես երբ է ամուսինդ հոգին ավանդելու։ Դու սոսի հետ չես լինելու, որովհետև սոսը բանտում է։ Իսկ Միքայելը ապրում է, ու դեռ շատ երկար է ապրել, ունեց որ շուտ եք սկսել ուրախանալ։ Ախպորդ կարոտել էիր, ուզում էիր տենայր։ Այդ լավ է, որ հումորներ ես անում։ Այդ շատ լավ է, գիտես, որ հումորս հասկանում ես։ Բայց որ ժպտայիր, ավելի լավ կլիներ։ Նոր ես մահվանդեռնից պրծել։ Ձենա տարամ։ Ոնց է ռիսկ ես անում, ավտո ես քշում։ Նեղն եք, վարորդ չունեք։ Եթե չես կամ քշես, ասա ինքը թող քշի։ Լսի, ես շատ բան եմ կարում։ Մինչև իսկ հորդ բերթում խփել է։ Չլինի հերդ հոգին ավանդելա, որ սենց կատաղած ես։ Ուսի արամ, հորդ էլ քեզ եմ, սատկացնելու եմ։ Ձերքերիդ ազատություն չտաս արա։ Թե չէ ինչ, թե չէ գլուխդ կարող է վրիցդ պոկյան։ Դե ուրեմն իմացի արա։ Իմ ընտանիքի հետ խնդիրներ ունեցողը չի կարա այս օրը չընկնի։ Հերդ էլ իրա կյանքով է պատասխան տալու։ Թելը բախտդ փորձի։ Մի ժամ չեմ թողի շնչես։ Հորս վրա զենք բարձրացնողը շամպես պիտի սատկի։ Վայ այնքան հաճելի է, որ մեզ մոտից մեկ անգամ առևտուր արած հաճախորդները նորից վերադառնում են կոկո։ Դա ապացույցն է, որ մենք հավանել ենք ձեր ապրանքները։ Վաղ, շնորհակալ եմ շատ։ Բայց դե ճիշտը մնում է ճիշտ, մեր ապրանքները իրոք շատ լավն են։ Ինչի՞ մեին ապրանքները, նաև ձեր վերաբերմունքը։ Վայ, զգացված եմ շատ, ապրեք։ Սա էլ ձեր գնումը։ Շնորհակալ եմ, ինչ հանդիպում։ Նորից համեցեք։ Սպանելու եմ քեզ ասա կարող։ Սպանելու։ Կարո իմ սեր։ Իե։ Որ ես քեզ չզանգեմ, մի հատ չես հիշի, չէ՞ իմ գոյության մասին, սպանելու եմ քեզ։ Լավ։ Ասա տեսնեմ ոնց են։
Այնքան շատ են կոկոյում հաճախորդներս, գերի եմ ընկել, չեմ կարողանում դուրս գամ, մետ գնամ հիվանդանոց, տեսնեմ ոնց է։ Լավ, դե կզանգես։ Սպասելու եմ կարող։ Լավ։ Սրանից հետո խոսելուց առաջ հաշիվ կտաս քեզ։ Հերիք եղավ ինչքան ես քեզ հանդուրժեցի։ Նենց մի արա ես էլ մոռանամ, որ քույրս ես։ Լսի անպատկար, ես չգիտեմ դու ինչ երկակի խաղ ես խաղում, բայց այդ քեզ մոտ չի ստացվի։ Շախունցների ապարանքում հեզ հարս ես խաղում, հենց տեղից դուրս ես գալիս, վազում ես սոսի գիրկը։ Եթե շարունակես երկրորդ ապտակն։ Հələ փորձվի։ Ես չես։ Բա դու ով ես։ Տեսեք, ամուսնուդ բան ասացի նեղացար, այդ երբանից Միքայելը դարձավ քեզ համար հարազատ մեկը։ Խորհուրդ կտամ, ամուսնուդ վրա թևերդ փռելուց առաջ կոտոշները գլխի իջեցնես։ Դուրս գնա, Թող ինձ հանգիստ, ես կգնամ։ Բայց ուզում եմ իմանաս, ես այս ամեն ինչը սենց չեմ թողնի։ Քեզ խայտառակ եմ անելու, լսեցիր։ Չեմ ուզում մի վայրկյան ավել դեմքդ տեսնեմ։ Երս բանտումա ոգևորվել եք այ կապիկները։ Դու հացը ցամաք ես ուտելու Հենրի։ Սրան տես, օրս ուզում սպանի։ Դու կտեսնես սպանելը որն է։ Մենց օրը գցեմ սեփական անունդ մոռանաս, այ փոքրիկ շախունց։ Փաստորեն քույրու եղբայր չեք։ Ուրեմն արդեն պարզ է, թե իմ ապագան, թե ձեր։ Շուտով Հենրին առիթ կստեղծի գիրկդ վազելու համար։ Նախ ես իրան չեմ ընդունի, երկրորդն էլ Հենրին չի գա հանգիստ տեղի։ Դու ոչ ինձ ես լավ ճանաչում, ոչ էլ Հենրիին, բեցի։ Բոլորիդ էլ լավ ճանաչում եմ։ Խոսելը հեշտ է, գործելը դժվար։ Ինձ դժբախտացրեցիք, որ ձեր սերը վայելեք։ Ինչ եղավ, քեզ վատ ես զգում։ Մոտ չգաս։ Թող օգնեմ քեզ։ Ինձ քո օգնությունը պետք չի։ Ինչով կարողացել ես, արդեն օգնել ես։ Լավ պլանավորել էիք այս ամեն ինչը։ Բալես, լավ չես զգում քեզ։ Պատկերը գնալով ավելի հասկանալի է դառնում։ Ինձ զրկեցիք մայրանալու հնարավորությունից, դատարկ ու դժբախտ դարձրեցիք։ Ատում եմ քեզ ամբողջ սրտով, դու ես մեղավոր։ Հանգստացի Բալես, հանգստացի, արի գնացինք։ Գնացինք Բալես։
Արա դե հարուստ լինելը լավ բան է էլի։ Ինչ ուզում անում ես, ոնց ուզում անում ես, ինչ մտքովդ անցնի առնում ես։ Տենց չի անետ։ Հա, տենց է։ Բայց եթե այդ հարստությունն ու այդ փողերը արդար քրտինքով վաստակես, շատ ավելի լավ կլինի։ Այ, միամիտ։ Արդար վաստակով մարդիկ սկի իրար բարև չեն տալիս։ Դու ոչ միայն տանն ես մնացել, այլ նաև հին ժամանակներում։ Լավ, կատակ եմ անում։ Հիմա չնեղանաս գնաս, հավես չկա։ Որ գնաս, որտեղ քեզ գտնեմ, տուն բերեմ։ Ես ճամպրուկիտ նայում եմ, մարմանիս բջիջները խառնվում են իրար։ Կարոտել էի ես տանը։ Մի տեսակ կապվել էի։ Բա սիրելի քույրս, մի բերան ասեցիր գնանք մեր հին տունը առնենք, խաթրդ չկորտրեցի։ Մի անգամից կազմակերպեցի։ Բա։ Այ ես այդտենց աղբեր եմ։ Դու աղբերը ո՞րն է։ Սար եմ մեջքիդ կանգնած։ Ուղղակի արժեքս չգիտես։ Հենց դե իմ արժեքը իմացար, ես էլ քոնը կիմանամ Բագրատ ջան։ Լավ, այսօր կռվելու հավես չունեմ, իզուր մի տանջվի։ Այսօր վայելելու օր է։ Մասոս բերբերանը մտածում էր, որ ինձ դրսում թողնելու է սոված, ծառավ, թշվառ, հա։ Էլ չէր մտածում, որ ես այդ պտուղը չեմ։ Ես երբեք դուր չեմ տա, որ սոսի նմանները իրենց երազանքը իրականություն դարձնեն։ Հիմա թող հետ շրջվի ու նայի, ով է մեզնից թշվառ, ինքը թե ես։ Ինքը հարուստ թշվառներից է, փողնի, բայց խելք չունի, ու չգիտի ունեցվածքը ոնց վայելի։ Զանգեցիր Լիլիթին, ասեցիր, որ գա այստեղ։ Հա, զանգեցի չպատասխանեց։ Այ, խառնա աղջիկս, գլուխը տնկած առաջ է գնում։ Իսկական լալայան է, ուղն ու ծուծով իմ աղջիկն է։ Ոչ մի սանտիմետր թշնամուն։ Վերջ, տենց պիտի մարդ ապրի։ Ոչ թե կռոլիկի պես դեսուտ են վազվզելով։ Տենց մի նայի վրես, հա, վախենում է մարդեն։ Ախպեր ջան, ես ինչ լավ տեղ ես բերել։ Շաբոր ջան, բա որ ասում եմ հրաշք այգի է, հրաշք, էլ եմ այդ 4 կողմդ նայի, նա ինչ բնություն է, նա ինչեր է կատարվում։ Դրա համար եմ ասում, ինչ ես կործրել ուրիշ տեղ, արի հողիդ վրա ապրեն։ Հնարավոր բան չի հետո ջան, շատ լավ բան ես ասում, բայց այնտեղ գործեր եմ դրել։ Երեխեքը սովորում են, տեղավորվել են, ոնց տենց կատրեմ ամեն ինչից վերցնեմ գա։ Այ ախպեր, բոլորդ էլ նույն բանն եք ասում էլի։ Հա բայց ինչ եք գնացել ձեր տաղամ, ձեր շնորհքը ուրիշի հողի վրա դրել, եկեք հայրենիք հայրենի հողի վրա դրեք էլի։ Վատ բան չես ասում ախպեր ջան, բայց իմ դեպքում այդ հնարավոր չի։ Ասում ես այդ Անտոնն ինչ էր ասում։ Դա ինչ պետք է ասեր։ Ուղղակի շատ մարտական էր տրամադրված։ Այդ ինչի վրա է տենց հույսը դրել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ Սավենիչը փոքր ֆիգուր չի։ Այդ չի որ մենք պատիծագից ենք դուսեք ախպեր։ Չնայած մենք միշտ էլ մեր դիրքերում ենք, ով ուզում է մեր առաջ կանգնի։ Վերջ Խավոր ջան, всё, վերջացավ։ Պետքան բան։ Անտոնի առաջարկը հետևյալն էր, կամ մենք ցուցմունքը հետ ենք վերցնում, ու ինքը խոսում է սոսի հետ, ու դրանով ամեն ինչ ավարտվում է։ Կամ էլ մենք կանգնում ենք նոր վենդետայի առաջ։ Ախպեր ջան, ոչ մի բան էլ հետ չենք վերցնի։ Այդ ուլտիմատում է։ Ունես որ իր պատկերացրած վենդետան հենց այս բարգյանից սկսում է։
Դե ուրեմն խմենք։ Ո՞նց խմենք։ Ալախտես ինչ հրաշք։ Հրաշք։ Որազմ եմ հրաշք այն ետ չես հավատում։ Չպետք է քեզ լսի։ Ամեն ինչ շատ ճիշտ էր, պապ։ Ես պետք է հանդիպեի Անգելինային։ Հիմա ամեն ինչ իր տեղը ընկավ։ Ինչն է ճիշտ։ Դեմքիդ գույնը տեսել ես։ Հիմա առաջնայինը քո առողջությունն է։ Ընկել ես ստից բաների հետևից։ Ստից, պապ, այս իմ կյանքն է։ Ուրեմն կյանքդ պետք է փոխես, որ հետո չզղջաս։ Պապ, ինչի չթեքվեցիր։ Չհասկացա։ Ուր են գնում։ Տուն են գնում։ Այսքան բանից հետո էլ ուր պետք է գնանք։ Պապ, խնդրում եմ ինձ Հենրիենց տուն տար։ Գժվել ես դու։ Թե արժանապատվությանդ հետ մի բան են չի։ Ես չեմ պատրաստվում հանձնվել ու հրաժարվել իմ ամուսնությունից։ Ինչ ամուսնություն։ Դու այդ ֆարսը ամուսնություն ես, հա, համարում։ Պապ, ես հասուն մարդ եմ ու ես կարողանում եմ ինքնուրույն իմ որոշումները կայացնել։ Հա, տեսնում եմ կայացրածդ որոշումները։ Հավատա, սենց ճիշտ է, պապ։ Պարզվում է Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր չեն։ Դրա համար էլ ոգևորվել են։ Ու ես թույլ չեմ տալու այդ ոգևորությունը երկար տևի։ Դուք կտեսնեք Բեցին ինչերի է ընդունակ։ Ես չեմ թողնի իմ դժբախտության վրա իրան երջանկություն ստեղծեն։ Երբեք չեմ թողնելու։ Շատ եմ հոգնել ամեն ինչից հոգնելու։ Պետք է վերջակետ դնելու ես։ Կյանքս նորմալ ապրել։ Մեկ էլ պետք է լռել։ Ուղղակի ուզում եմ նայեմ քեզ ու միակ հարցիս պատասխանը գտնեմ։ Ինչի։ Եվ դու գոնե պատկերացնում ես ես ինչի միջով եմ անցնում։ Շատ ավելի լավ։ Քան դու։ Երբեք չեմ մտածել, որ կյանքիս ամենամեծ հարվածը քեզնից եմ ստանալու։ Դու շատ բան չգիտես, Հարի։ Դրա համար եմ եկել, որ իմանամ։ Ահ, մի մտածեք իմանաս։